Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին ԱՄՆ-ն ու Իսրայելը կրկին օգտագործել են թշնամուն քարիդար վերադարձնելու սպառնալիքը։ Դեռևս ապրիլի 1-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր. «Մոտակա 2-3 շաբաթվա ընթացքում մենք կհասնենք կործանարար հարված և նրանց կվերադարձնենք քարիդար, որտեղ և նրանց տեղն է»։ Իրանի պատասխանը եղել է աշխարհաքաղաքական սարկազմի ոճով։ Իրանական իռնագործակալությունը հրապարակել է Աքեմենյան տերության քարտեզը Քրիստոսից առաջ 550-ից 330 թվականներին, որն ընդգրկում էր տարածքներ Եգիպտոսից մինչև Հնդկաստան, հետևյալ մակագրությամբ. «Այս քարտեզի վրա պատկերված է Իրանն իր քարիդարում։ Դուք պնդում եք դրա վերականգնման անհրաժեշտությունը»։ Սա պարզապես բառախաղ չէ։ Սա քաղաքակրթական բախում է, որտեղ Թրամփի բիզնես ագրեսիան բախվում է Իրանի հազարամյա պարտությանը։ Ահա թե ինչ է թաքնված այս պատմական թրոլինգի հետևում։ Թրամփի համար քարիդարը ենթակառուցվածքների ոչնչացումն է առանց էլեկտրականության, ինտերնետի և նավթի։ Սակայն Իրանը հիշեցնում է, որ իրենց պետականության հիմքերը դրվել են այն ժամանակ, երբ Ամերիկա մայրցամաքում դեռ քաղաքակրթության հետքեր չկային։ Տողատակում ասվում է. «Դուք կարող եք քանդել մեր կամուրջները, բայց դուք չեք կարող քանդել մեր ինքնությունը։ Մենք կայսրություն ենք եղել առանց ձեր տեխնոլոգիաների էլ»։ Իրանի պատասխանը ոչ միայն սրամիտ է, այլև չափազանց վտանգավոր։ Աքեմենյան կայսրության քարտեզը ներառում է ժամանակակից Իսրայելը, Թուրքիան, Եգիպտոսը, Արաբական թերակղզին և Միջին Ասիան։ Հրապարակելով այդ քարտեզը Թեհրանը հասկացնում է. «Եթե դուք մեզ վերադարձնեք մեր քարիդար, ապա այդ դարաշրջանում այս բոլոր հողերը պատկանում էին մեզ»։ Սա ուղղակի ակնարկ է, որ Իրանը պատրաստ է վերականգնել իր ազդեցությունը ողջ տարածաշրջանում, հաշվի չնստելով ներկայիս սահմանների հետ։ Թրամփի նշած 2-3 շաբաթը և ապրիլի 1-յան հայտարարությունները լարվածությունը հասցնում են գագաթնակետի։ Սա արդեն դիվանագիտություն չէ, սա փողոցային մենամարտի հրավեր է։ Իրանն իր հերթին ցույց է տալիս, որ չի վախենում այդ ժամկետներից, քանի որ իրենց ժամանակը չափվում է դարերով, ոչ թե նախագահական ժամկետներով։ Արևմուտքը սովոր է վախեցնել աղքատությամբ և հետամնացությամբ։ Իրանի պատասխանը կոտրում է այդ կարծրատիպը։ Նրանք ասում են, որ իրենց հետամնացությունը քարիդարը աշխարհի հզորագույն տերությունն է եղել։ Սա ցույց է տալիս, որ Իրանի վրա պատժամիջոցներով կամ ռմբակոծություններով ազդելը գրեթե անհնար է, քանի որ նրանց արժեհամակարգում հաղթանակը կապված չէ հարմարավետության հետ։ Մինչ Թրամփը խաղում է Call of Duty, հույսը դնելով հրթիռների վրա, Իրանը խաղում է Grand Strategy, հույսը դնելով պատմական հիշողության վրա։ Եթե ԱՄՆ-ն իսկապես որոշի Իրանին վերադարձնել քարիդար, նա կարող է հայտնվել մի աշխարհում, որտեղ Իրանը կրկին տիրում է ողջ Մերձավոր Արևելքին, իսկ Արևմուտքը պարզապես գոյություն չունի։